մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն ոչ թե գրգռված է առանձին պետությունների հետ իր հարաբերությունները խորացնելով, այն դիտում է որպես մեկ տարածաշրջան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Եվ ցանկացած նախաձեռնություն ներդրում ինքը դիտարկելու է այդ տեսանկյունից փոխկապակցվածությունը հարևան երկրների հետ։ Այստեղ իհարկե ամերիկյան ներգրավվածությունը միայն ողջունել է տնտեսական համագործակցություն, կոմունիկացիաների շրջափակում եւ այսպես շարունակ, բայց խնդիրը պետք է նայել, թե որքանով են Հայաստանի շահերը իսկապես բավարարվում, անվտանգության ռիսկերը փակվում եւ որքանով Ադրբեջանի պահանջները կատարվում։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումն է, այլ որքանով է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխկապակցվածությունը ապահովում իսկապես խաղաղություն եւ հետագայում անվտանգային ռիսկերի նվազեցում։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն աջակցելու է ռազմական ոլորտում, իսկ Հայաստանում կիսահաղորդիչներ եւ ատոմակայանի խնդիր։ Ատոմակայանի խնդիրն ինչ է, որ դա մի կողմից ռուսական կառավարման ներքո է, այստեղ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի շահերը ենթադրում են փոխկապակցվածությունները հնարավորինս մինիմիզացնել Ռուսաստանից եւ քանի որ ատոմակայանի փակման նաեւ խնդիր է դրվում Թուրքիայի, Ադրբեջանի կողմից, մենք ունենք էներգետիկ անվտանգության խնդիր։ Այսինքն, եթե հարցեր իսկապես փակվեն, որ մենք ոչ թե կախվածություն ենք ունենալու այսուհետ Ադրբեջանից Ռուսաստանի փոխարեն, ողջունել է այդ համագործակցությունը։ Եթե պետք է ատոմակայանը փակվի, միջուկային էներգետիկ համակարգիչներ առաջարկվում, մոդուլային ատոմակայաններ, որոնք դեռևս փորձարկված չեն։ Եթե պետք է փորձարկեն, դա կրկին ռիսկեր է, որովհետև աշխարհում դեռևս հաջողությամբ դրանք փորձարկված չեն։ Հայաստանի համար ցանկալի կլինի, որպեսզի այդ միասնական էներգետիկ համակարգեությունը ինչն է ընդհանրապես միասնական տնտեսական կապեր ինչ են ենթադրում, համատեղ կառավարում։ Այսինքն Հայաստանը իր կառավարումը, եթե պետք է զիջի, օրինակ քեցի շուրջը զարգացումները երևի թե ավելի ակնհայտ է դառնում, թե ինչի շուրջ են, այսինքն Ռուսաստանից վերցնել, եւ եթե Հայաստանը կպահի իրեն որպես ինքնիշխան, շատ լավ է։ Բայց եթե Ադրբեջանն է պետք է մասնակցություն ունենա մեր էներգետիկ կառավարմանը, պայմաններ թելադրի, ծանրաբեռնի մեր էներգետիկ համակարգը, հոսանքազրկումները Հայաստանում շատանան, իսկ Ադրբեջանին մենք երաշխավորենք իրենց ապահովություն, այստեղ առաջանում են հարցեր։ Ուզում եմ ասեմ, Հայաստանի շահը ես կասկածամտորեն եմ վերաբերվում, որ վերջնականորեն պաշտպանվում է։ ԱՄՆ-ի եւ միջնորդությամբ Ադրբեջանն ու Թուրքիան թելադրում են իրենց պայմանները։ Ես տեսնում եմ այստեղ նման խնդիր եւ լավ կլինի, որ իշխանությունները բացատրեն, թե ինչ են հասկանում միասնական էներգետիկ համակարգ ասելով, ինչ են հասկանում այդ թրիփի մնացած առանձնահատկությունները հաշվի առնելով, որովհետև այն ինչից նրանք բողոքում էին նոյեմբերի 9-ի փաստաթղթից, 9-րդ կետից, որ միջանցք է, այդ 9-րդ կետի ձևակերպումը ուղիղ փոխանցվել է թրիփի պայմանագրի մեջ։ Այսինքն բացարձակապես տարբերություն չկա։ Բացի որպես գիշատակում։ Դու նկատի ունեմ էությունը։ Եթե տարբերությունը ԱՄՆ-ն գար տանք Ադրբեջանին միջանցք, թող այդպես էլ ձևակերպեն, ինչն է խնդիրը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հիշում եք, ասում էր մենք պատրաստ ենք Ադրբեջանին տրամադրել հաղորդակցություն այնպես, ինչպես Իրանն է տալիս։ Բայց մենք տեսնում ենք, որ սա տարբեր է։ Եթե Հայաստանը կտա հաղորդակցություն այնպես, ինչպես Վրաստանն է տալիս, ես խնդիր չեմ տեսնում։ Միայն ողջունելի է։ Այսինքն ամերիկյան ներդրումներ, միջազգային տրանզիտ, այստեղ հենց դա է խնդիրը, որ սա ոչ թե ազատ տրանզիտի մասին է խոսքը, այլ իրավունքի մեջ գոյություն ունի սերվիտուտ հասկացություն, երբ հարևանը ուզում է կապել օրինակ իր մյուս հողամասի հետ, ես կոպիտ օրինակ եմ ուղղակի բերում, բայց չի չափազանցեցնել, ստանում է քո տարածքով իր ենթակառուցվածքները անցկացնելու իրավունք, օրինակ ենթադրենք ոռոգում է ուզում ապահովել, դիմում է դատարան կամ քո հետ պայմանավորվում է, որ քո տարածքը օգտագործում է իր ոռոգման ցանց անցկացնելու համար, ինքը ներդրումներ է անում, եւ այստեղ հետաքրքիր էր, որ ամերիկյան կողմը բանակցում է ադրբեջանական կողմի հետ, որ համատեղ ներդրումային ծրագիր իրականացնեն, այսինքն Ադրբեջանը ներդրում ունենա այդ ընկերությունում, որը հետագայում ձևավորվելու է։ Եվ այստեղ կրկին հարցեր են առաջանում, հստակություն չկա, 74%-ի մեջ հստակ ամերիկյան է դա, եւ եթե ամերիկյանը, օրինակ թուրքական, ադրբեջանական ընկերությունները իրենց հերթին այդտեղ լինելու են, թե չէ։ Սա ապագա ռիսկերի մասին է խոսքը, որոնք փակված չեն դեռևս։ Թրիփի մյուս խնդիրը, որ ես տեսնում եմ, որոնք հասցեագրված չեն, ասում եմ, հստակ առանձնացնենք, հա, այստեղ ամերիկյան համագործակցության մասին չէ խոսքը։ Օրինակ ես ինչն եմ այստեղ պրոբլեմատիկ տեսնում, որ ԱՄՆ-ն կարծես, ինչպես ասացի, տարածաշրջանային տրամաբանությամբ է տեսնում, բայց արդյոք
ավելի լավ չէր լինի, որպեսզի Հայաստանի տրվեր իր անվտանգության, որովհետև մենք ճշտամական երկրներ ենք եղել երկար ժամանակ, Ադրբեջանի նկատմամբ չկա վստահություն իր պայմանավորվածությունները կատարելու, մենք դա տեսնում ենք ոչ միայն նոյեմբերի 9-ով, այլ առհասարակ հրադադարի պայմանագրերի այսպես շարունակ։ Հայաստանի մասնաբաժինը պետք է լինի այնպես, Հայաստանի ներկայացվածությունը, որ մեր ինքնիշխանությունը իսկապես հարգվի, որովհետև եթե ԱՄՆ-ն Թրամփի վարչակազմը փոխվեց քաղաքականություն, բայց Հայաստանը արդեն պարտավորություններ է ստանձնել, որ պետք է ապահովի անխոչնդոտ կապ։ Դա ինչ է նշանակում, որ անկախ ԱՄՆ-ի ցանկությունից Հայաստանը արդեն 50-ից 100 տարով ունի պարտավորություն, որը Ադրբեջանը փոխադարձորեն չի ապահովում։ Ասում են փոխադարձ առավելություններ, բայց որոնք են դրանք։ Հստակություն չկա։ Միջազգային պայմանագրերի մասին ընդհանրապես սկզբունքներ գոյություն ունեն, իրավական որոշակիություն։ Չպետք է դառնթերցումների տեղիք տան։ Օրինակ, երբ ասում ես փոխադարձ առավելություն, բայց հստակ չես ասում դա ինչ է, որը կառաջացնի Ադրբեջանի փոխադարձ պարտավորությունը, Ադրբեջանը ոնց ուզի կմեկնաբանի։ Ինչպես հիմա իրանք մեկնաբանում են սա որպես Զանգեզուրի միջանցք։ Իրենք չեն հրաժարվում այդ խոսույթից։ Որքան Նիկոլ Փաշինյանը միջազգային ակցիաներում եւ այլն Հայաստանի ներսում հերքում են, նրանք շարունակում են դա ասել, հետաքրքիրն էր, որ Թուրքիայի արտգործնախարարը վերջերս աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանի կարևոր դերակատարությանը այս գործընթացում շեշտեց, որ դա Ադրբեջանի պահանջները լիովին բավարարել է եւ կրկին օգտագործեց միջանցք հասկացությունը, բայց Հայաստանում դրան արձագանք չեղավ։ Օրինակ դուք հարց եք բարձրացրել, այնուամենայնիվ ինչու 74 տրվեց Միացյալ Նահանգներին, ինչու Հայաստանը 26%-ով մնաց։ Եթե կարող եք դա ներկայացնել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը դա համարեց արդար, բայց չբացատրեց թե ինչու է արդար։ Երևի տրամաբանությունը հետևյալն է, որ ԱՄՆ-ն քանի որ ֆինանսական ներդրումներ է անելու, ինքը պետք է նաև շահույթ ունենա, հետևաբար 50 տարում, չնայած գիտեք ինչն է այստեղ հետաքրքիր, որ 49 ավելի ճիշտ տարում Հայաստանը ունենում է 26, հետո եթե երկարաձգվի եւս 50 տարով, ունենալու է 49, այսինքն կարծես Էլի ոչ 50, 51։ Կարծես միտումնավոր եւ դա ես վստահ եմ Ադրբեջանի պահանջն է։ Ես այստեղ գիտեք ինչն եմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունը ոչ թե Ամերիկան է խնդիրը, բացարձակապես, այլ Հայաստանի իշխանությունները իրենց շահերը Ամերիկային ճիշտ չեն ներկայացրել, բացատրել անվտանգային ռիսկերը ապագայի։ Քանի որ ընտրություններում վերընտրվելու խնդիր կա, լեգիտիմության խնդիր կա, առիթից փորձել են օգտվել եւ ուրախությունն էլ Հայաստանի իշխանությունների չեն կարողանում թաքցնել, որ սա շանս է վերջապես հայ ժողովրդի ներկայացնել, որ բերվել է խաղաղություն եւ ոչ միայն խաղաղություն, այլև Ամերիկայի աջակցություն, տնտեսական օգուտներ։ Եվ այստեղ շտապել են առանց շատ խորամուխ լինելու, եթե ոչ դիտավորությամբ, հնարավորինս դա անել առանց ռիսկերը հաշվի առնելու։ Լավ չեն բանակցել։ Եթե ամերիկյան ներդրումների խնդիր կա հետ բերելու, թող դա լիներ օրինակ տեսականորեն վարկի տեսքով։ Օրինակ Հայաստանի մասնաբաժինը այնպես լիներ, որ եթե ԱՄՆ-ն պետք է իր ներդրումները հետ վերադարձնի որոշակի երաշխիքներով։ Օրինակ հայ-ռուսական հարաբերություններում, թեև իրենք հենց քննադատում են շատ, գույք պարտքի դիմաց եւ այսպես շարունակ, կարող են հենց Ռուսաստանի հետ սա այս հնարավորությունը օգտագործել, սկսել բանակցություններ, որ ձեր ներդրումները կամ արեք, օրինակ ենթակառուցվածքներում, եթե ոչ, խնդրում եմ փոխանցեք Հայաստանին կամ կիսեք օրինակ ամերիկացիների հետ այդ հնարավորությունները, որպեսզի ամերիկյան ներդրումները ամերիկյան կողմի համար հետաքրքիր լինի Հայաստանում ոչ թե գալ ուղղակի Ադրբեջան Նախիջևան կապ ապահովել, որովհետև ամբողջ տրամաբանությունը դա է կարծես, այլ լայն հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացում լինի տարբեր ոլորտներում, IT-ից սկսած, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էներգետիկա։ Մենք հաճախ է թմկահարվում, որ ԱՄՆ-ն հենց ինչ-որ մի մասնաբաժին ունեցավ, ուրեմն մենք մեր անվտանգությունը ապահովված է։ Դա չափազանցված է որ առումով, եթե հստակ պայմաններ շարադրված չեն։ Օրինակ, գերմանական ընկերություն կա մեր հանքարդյունաբերության ոլորտում։ Եվ կարծեմ մասնաբաժինը 50%-ից ավել էր։ Օրինակ այդ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում։ Դուք տեսել եք Գերմանիայի ակտիվ մասնակցություն մեր անվտանգային հարցերին։ Այսինքն չկա նման բան, որ եթե ամերիկյան է, ամերիկան ամեն ինչ անելու է, որ իհարկե իր ընկերության շահերը կապահովի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի անվտանգության ռիսկերը կվերցնի իր վրա։ Հատկապես Թրիփում դրա մասին ոչինչ չկա այդ փաստաթղթում։ Եվ չպետք է մոռանալ, որ փաստաթղթի նախաբանում գրված է, որ իրավական պարտավորություններ չառաջացնող է սա դեռևս։ Այսինքն սա քննարկվող աշխատանքային փաստաթուղթ է, կարելի է վերանայել։
Հետևաբար իմ հորդորն է Հայաստանի իշխանություններին վերանայել այդ բոլոր կետերը, որոնք ապագայում ռիսկեր ականներ են Ադրբեջանի Թուրքիայի կողմից դրված կաշխատեն ոնց էր 70 տարի խաղաղություն հայ-ադրբեջանական խորհրդային միության կազմում, բայց մենք հիշում ենք Դավուշում ինչպես էին ներխուժում անկլավներով։ Իրանց մոտ կա այդ 100-ամյա ծրագիրը եւ պատահական չէ, որ դա հայ-իրանական սահմանով է անցնում։ Թող անցներ օրինակ այլ որպես անվտանգության երաշխիք, որ Ինչով է։ Ինչու եք դա։ Տեսեք, բացատրում եմ, որ կապը կարճ է, հա, ընդհանրենք այդտեղ, բայց կլիներ մեծ համար անվտանգության վստահության ցուցիչ, որ ապաշրջակփակվեր ամբողջ Հայաստանի ենթակառուցվածքները, այլ ոչ թե այդ հատվածը, որ ամենանեղ հատվածն է եւ ուղղակիորեն հայ-իրանական սահմանով է անցնում։ Դա այն ծրագիրն է, որը կա եւ Ալիևը չի թաքցնում, որ այս տարածաշրջանը Նախիջևան, Զանգեզուր, Ղարաբաղ իրենց խոսքերով դառնա մեկ տարածաշրջան։ Տեսեք, եթե երկաթուղի է կառուցվելու, էներգետիկ համակարգեր են անցնելու եւ այդ սերվիտուտային պարտավորությունը, որ ասացի, տրանզիտից տարբերվում, այստեղ իրենք կարող են մանիպուլացնել ինքնիշխանություն տերմինը։ Տեսեք, ես չեմ ասում ինքնիշխանությունը զիջվել է։ Ես ասում եմ սահմանը փակվում է։ Այսինքն կա ինքնիշխանության 100% անոց, բայց Հայաստանը դրա մոտ 50-ը զիջում է։ Էլի պահպանում է անվանապես իր սեփականության իրավունքը, բայց ինչպես ասացի, երկաթուղին անցավ, նավթագազ զամուղները անցան, դա համարվելու է ոչ հայկական Հայաստանի հողի վրա։ Եվ եթե անխոչնդոտ դրանք պետք է լինեն, եւ եթե ինչ-ինչ պատճառներով խոչընդոտվեց, կոպիտ օրինակ բերեմ, էլի չափազանցված ընդհանրենք այդ սերվիտուտի օրինակով երեխան գնաց փակեց ինչ-որ մի հատ փական, որը ջուրը հոսում է հարևան հողամաս, այս դեպքում Ադրբեջանից Նախիջևան, Ադրբեջանը կարող է պահանջել միջազգային, ինքը չի կարող անմիջապես ուժ գործադրել, բայց կարող է պահանջել միջազգային ճնշում Հայաստանի վրա, ապահովել անխոչնդոտ կապը։ Կդիմի ԱՄՆ-ին, ԱՄՆ-ն ենթադրենք օրինակ խառնե չի մասնակցում։ Ինքը իրեն իրավունք կվերապահի, ինչպես Լաչինի Միջանցքի դեպքում էր, այլ դեպքերում էր, ուղղակի մտնի եւ ասի, ես իրավունք ունեմ վերականգնել, որտեղ Հայաստանը պարտավորվել է դրան խոչընդոտ կապը ապահովել։ Ես չեմ գրավում Հայաստանի տարածքը, ես ուղղակի գնում եմ այդ անխոչընդոտ կապը ապահովել։ Եվ այդ լեգիտիմ հիմքով ինքը կարող է հետագայում, ես չեմ ասում հիմա, այդ ագրեսիա հիմքերը ստեղծել։ Դա է ականը ռիսկը, որը ես տեսնում եմ եւ ես հորդորում եմ միակողմանի զիջումը Ադրբեջանին հանել հատկապես նոյեմբերի 9-ից հրաժարվելուց հետո։ Նոյեմբերի 9-ից դուք ինչի հրաժարվեցիք։ Որտեւ 9-րդ կետում տեսան Միջանցքի վտանգ, ճիշտ է։ Ռուսական վերահսկողությամբ։ Հիմա ամերիկյան վերահսկողության Միջանցքի վտանգը ինչի չեք տեսնում։ Ամերիկան հավերժ ձեր անվտանգությունը ինչով է երաշխավորելու, էլ ես ուզում եմ հասկանալ։ Այստեղ հակաամերիկյան տրամադրություն չի, ես ուզում եմ հասկանալ երաշխիքը որն է։ Թրամփի բարիկամքը կարող է այլ նախագահ այդ բարիկամքը չունենալ։ Ինչպես մենք տեսնում ենք, որ այսօր Թրամփը հրաժարվում է Ուկրաինային աջակցելուց։ Ես բերեմ օրինակ միակողմանի հակառակը Զելենսկուն է մեղադրում, որ խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այսօր կարող են Հայաստանին մեղադրել, որ ինչու է Ադրբեջանի կապը ընդհատել։